Ողջույն 24-ի եթերում հետագիծն է եւ ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ Հայաքրեբ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, պարոն Չալաբյան ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, այնքան թեմաներ ա կուտակված, սկսենք հերթով, որովհետեւ ինչ որ տենց ա, մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ, ասուլիս հաղորդագրություն ու մեծ հաշվով հերոստատիտողը Հայաստանի քաղաքացին պարզ մարդը, որ էս իրավական ու ճուճ բաների մեջ չի կոնոշում, չի հասկանում։ Վերջը 3 ընդդիմությունը, դրանից մի օր առաջ ասում էր, որ զինվորների քվեարկությունը ապօրինի է, բերել են շարքով, շարայինով, ընտրացրել են ենթադրաբար իշխող ուժի օգտին։ Այս հայտարարությունից տո զինվորների մասին, այն երկու ընտրատեղամասերում տո զինվորները քվեարկել են, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երևի թե անցալով քաղաքական հայտարարություններին եւ այդ ընտրատեղամասերի ընտրական արդյունքների լեգիտիմության կասկածին, որոշում է չեղյալ հայտարարել։ Չեղյալը հայտարարում, ամիջապես հայտարարում են, որ ահա այս ամեն ինչ արվում է Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելու համար։ Այսինքն այդ մի քանի ձայների խնդիրն է։ Հիմա ինչ պիտի լիներ, այսինքն ինչ է կատարվում, լավ, սենց հարցնեմ։ Եկեք մի քանի հարց իրարից բաժանենք, որովհետև իսկապես խճճված է սիտուացիան, բայց երբ որ միասին վերլուծենք, կհասկանաք, որ շատ հստակ է։ Նախ ապօրինի է ոչ թե զինվորների քվեարկությունը, զինվորները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրավունք ունեն մասնակցել։ Չէ, հասկացա, այդ 8-ից հետո քվեարկության մասին։ Այո, այն, որ իրանք մոտավորապես 300-ից 400 զինծառայող քվեարկել են քվեարկության ժամանակը փակվելուց հետո։ Դա ապօրինի է եւ այդ իմաստով այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկվել է այդ երկու տեղամասերում 10-51-ում եւ 35-65-ում քվեարկության արդյունքները ողջունելի է իրականում։ Ճիշտ է, որ չեղարկվել է։ Իրականում ես կարծում եմ, որ շատ ավելի մեծ է այն տեղամասների թիվը, որոնք քվեարկության արդյունքները պետք է չեղարկել հենց նույն նկատառումներով եւ կամ այլ հարակից նկատառումներով։ Օրինակ տեղամաս կար Վանաձորում, որում ուժեղ Հայաստանը 105 ձայն էր ստացել, ընտրական հանձնաժողովը գրել էր 10 ձայն։ Առանց որևէ բացատրության, այդտեղ էլ պետք է, այդտեղ տեղերում էլ պետք է չեղարկվի։ Դու նշանակում ես ընտրական հանձնաժողովը ստացության կեղծար հանձնաժողով է դա։ Բայց դնենք դա մի կողմ, վերադառնանք այս հարցին։ Ուրեմն երբ որ այդ երկու տեղամասերում չեղարկվում է քվեարկության արդյունքները, պարզվում է, որ այո, Բարգավաճ Հայաստանը տեղ ունի 213 ձայն, եւ այն պայմաններում, երբ որ Բարգավաճ Հայաստանի տարածում մի քանի տասնյակ ձայներ չէին բավարարում, որպեսզի նա ընտրական շեմը հաղթարի, Բարգավաճ Հայաստանում միանգամից մտածում են, որ դա իրանց դեմ է արված։ Որ ես չեմ բացառում, բայց իրականությունը հետեւյալն է, օրենքը այստեղ շատ հստակ կարգավորում ունի, ես առավոտյան դրա մասին կարճ հոլովակ եմ հրապարակել։ Կարգավորումը հետեւյալն է, եթե դուք չեղարկել եք ընտրության արդյունքները որոշակի տեղամասերում, եւ դրանք ազդում են համապետական ընտրությունների արդյունքների վրա, իսկ տվյալ դեպքում ազդում են, որովհետեւ դուք էլ չգիտեք այդ մանդատները ոնց բաշխեք։ Բարգավաճ Հայաստանը ստանում է 5 մանդատ, թե չի ստանում, հարցը անորոշ է այդ դեպքում, որովհետեւ չգիտեք։ Այդ դեպքում պարտադիր է վերաքվեարկությունը։ Դա այդ երկու ընտրատեղամասերում, այդ ընտրատեղամասերում պարտադիր է եւ ընդ որում ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը ավելին է ասում է կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում պետք է այդտեղ վերաքվեարկություն անցկացնի այդ տեղամասերում։ Որոշումից հետո մեկ շաբաթվա ընթացքում անցկացնի, ոչ թե որոշի։ Չէ, անցկացնի, ոչ թե որոշի։ Հա։ Որոշում ինքն ընդունելը, որոշում ընդունելը վաղը չեմիսոր ամսի 14-ին վերջնական որոշում, որովհետև կարող է ընթացքում ուրիշ տեղամասերում էլ այդ խնդիրը առաջանա։ Վաղը չեմիսորը, երբ որ ինքը ամփոփում է ընտրությունների արդյունքները, տարբերակներից մեկը կարող է լինի հենց դա, որ մի քանի տեղամասերում չեղարկված են ընտրությունների արդյունքները եւ իրականացվում է վերաքվեարկություն։ Այսինքն վերաքվեարկությունը պարտադիր պայման է։ Եթե ոմանց թվում է, որ առանց վերաքվեարկության կարելի է ուղղակի ծածկադմփոց անել, իրանք սխալվում են, օրենքի պահանջ է դա։ Ավելին ձեզ ասեմ, նույն օրենքի նույն կետը ասում է, եթե դա հնարավոր չի անել, ընտրությունների արդյունքները ընդհանրապես պետք է չեղարկվեն եւ նոր քվեարկություն պետք է անցկացվի։ Նոր համապետական քվեարկություն, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա կանգնած է այդ դիլեմայի առաջ, այդ երկու տեղամասերում անել վերաքվեարկություն, թե ընտրությունների արդյունքները չեղարկել ընդհանրապես։ Երրորդ տարբերակ գոյություն չունի օրենքով, հասկանում եք, ես չեմ բացառում, որ փորձեն ինչ-որ բան անել։ Բայց երրորդ տարբերակ օրենքով գոյություն չունի, որովհետև օրենքում հստակ գրված է, որ եթե ընտրախախտումների արդյունքները էական ազդեցություն են ունեցել, եթե չեղարկվել են, դրանով արդեն ընդունված է, որ իրանք էական ազդեցություն են ունեցել, այլապես ինչ են չեղարկվել։ Հասկացաք։ Միարժեք է շատ, օրենքը այնքան միարժեք է, որ ավելի միարժեք չի լինում։ Իհարկե մեր երկրում քանի որ ԿՊ-ի համար օրենք չկա եւ իրանք օրենքները այս 8 տարիների ընթացքում ոնց ուզեցել են մեղմ ասած բան են արել, շահագործել են, հա։ Ես չեմ բացառում, որ հիմա էլի մի հատ սյուրպրիզ անեն, բայց այդ սյուրպրիզը
շղթայական ռեակցիա է տալու ըստ էության շատ անկանխատեսելի հետևանքներով։ Հիմա տեսեք, ինչ մենք խոսում ենք, անշուշտ մեր հաղորդումը երեկոյան է եթերээр արձակվելու, Բարգավաճ Հայաստանը ասուլիս է անցկացնում, մեկի կողմերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ակցիա են իրականացնելու, այսինքն ինչ որ process-ներ է տեղ ունենում։ Բայց ես չեմ հիշում մեր 35-ամյա այսպես ընտրական գործընթացների մեջ մի դեպք, երբ որ ընտրություններից մի քանի օր անց, իսկ արդեն մենք ընտրություններից փաստացի 5 օր անցել ենք, հա, դեռևս հայտնի չի, քանի խմբակցություն ալ գտնվելու խորհրդարանում եւ ինչա լինելու։ Բայց դրա հետ միասին, պարոն Չալաբյան, իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը շարունակում են շատ կտրուկ հայտարարություններ անել, ով ասում են հետեւյալը, որ այն մանդատները, որոնք որ ձևավորվել են իշխանության ընդդիմության կողմից, դրանք ընտրակաշառքով ձևավորված մանդատներ են։ Երեք սա ուղիղ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Այսինքն ակնհայտ է դառնում, որ ընտրական process-ների ավարտով կամ մոտավոր ավարտով, հա, կրքերը չեն հանդարտվում, շարունակվում է այս սուր իրավիճակը, ըստ սա ինչի է բերելու։ Նայեք, նախ մեր ժողովուրդը լավ ասացված կունի, չէ՞, գող, սիրտը դող։ Գողը Նիկոլ Փաշինյանն է, որտեղ ամենաշատ քվեներ ինքն է գողացել մեր ժողովրդից։ Ինքը գողացել է մարդկանց նկատմամբ սարսափի մթնոլորտ ստեղծելով, ահաբեկելով, ատելության խոսքով, հսկայական քանակությամբ ձերբակալություններ, բայց ի դեպ ամենամեծ ընտրակաշառք բաժանողն է նաև։ Որովհետև ես ձեզ հիշեցնեմ, որ անցյալ տարի սեպտեմբերին, երբ որ մենք պահանջում ենք, որ կենսաթոշակները բարձրացվեն մեր տարեց համակարգացիների, Նիկոլ Փաշինյանը եւ Արսեն Թորոսյանը հայտարարեցին, որ մենք իրանց դեմ հիբրիդային պատերազմ ենք վարում եւ հրաժարվեցին բարձրացնել կենսաթոշակները։ Հետո ասում են տալը դրամով ինչ բյուջեն ընդունվեց, պետական բյուջեն ընդունվեց 2026 թվականի առանց կենսաթոշակների բարձրացման։ Եվ 2026 թվականին արդեն փետրվար թե մարտ ամսին կամ փետրվարի վերջ մարտի սկիզբ մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այդ տարեց քաղաքացիները կարող է սկսեն իր դեմ քվեարկել համատարած եւ մեկ էլ եկավ ու բյուջետային ցիկլից դուրս հայտարարեց, Սա քաղաքական գնահատական է, քրեաիրավական գնահատական չի։ Քրեագիրավական իշխանությունների ասած։ Ներողություն, բայց սա ընտրական ներողություն, բյուջե կառավարությունը կարա բյուջեում ինչ որ բաներ փոխի եւ դա քրեաիրավական հետևանքների չպետք է։ Երբ որ ընտրաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում է վարորդներին, որ իրանց վարորդական վկայականները կարող են առանց քննության վերականգնվել, դա ընտրակաշառք չի։ Դա օրենքում գրած է, որ ընտրակաշառքը գրած է, որ ընտրաշավին մասնակցող անձիկ իրավունք չունեն իրենց պաշտոնական դիրքը չարաշահել։ Պաշտոնական դիրքի չարաշահումը ընտրակաշառք է։ Ամենամեծ ընտրակաշառք բաժանողը Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար ուրիշներին թող առանձնապես բան չասի։ Եվ ի դեպ ժամանակը կգա, այդ բոլորը մի խոսքով կմտնի դատարաններ։ Լավ, վերադառնալով այս էպոպեային, հա, Բարգավաճ Հայաստան եւ այլն։ Ըստ ձեզ ինչ պետք է անի ընդդիմությունը երկու տարբեր սցենարներով։ Սցենար համար 1 Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, այս պարագայում պետք է վերցնել մանդատները թե ոչ, եւ սցենար համար 2 Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան։ Նայեք, եկեք հակառակից վերցնենք։ Եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, դա ակնհայտ է, որ մեր բոլորի ընտրական իրավունքների ամենակոպիտ գրահիկ խախտումն է, ակնհայտ, այսինքն գողանում են մեր մանդատները։ Բոլոր նրանց, ովքեր Բարգավաճ Հայաստանի օգտին են քվեարկել 58000-ից ավել քաղաքացի։ Այդ դեպքում պարզավոր մանդատները պետք չի վերցնել։ Պարզ է, նույնիսկ իմաստել չունի։ Ընդդիմադիր մնացած ֆրակցիաները։ Բոլորը, իհարկե, բոլորը պետք է միասնական դեմարշ անեն մանդատները չվերցնեն, որովհետև դա նշանակում է Բարգավաճ Հայաստանի մանդատները գողացվում են պարզապես, հա, դա ակնհայտ է։ Լավ, մանդատները չվերցնեն, երկրորդ հատվածին կավելանանք, մանդատները չվերցնեն ու ինչ անեն, պարոն Չալաբյան։ Պայքարը տեղափոխեն փողոց, որովհետև դա նշանակում է, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի այս ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Այս ամառով մարդկանց մոտ կա պլյուս մինուս հանգստային ռեժիմը։ Դա էական չի եւ ի դեպ դա հաջողվելու է։ Տեսեք, դա հարցի երկրորդ կողմն է, բայց ես կարծում եմ, որ զուտ բարոյականության տեսանկյունից, իրավունքի գերակայության տեսանկյունից, ժողովրդավարության տեսանկյունից, եթե տեղի ունենում այդ աշճան ակնհայտ գրահիկ մանդատագողություն օրը ցերեկով, հա, ուրեմն եթե դու դրա հետ համակերպվում ես, դու այդ մանդատագողության մաս ես դառնում։ Դա կետ մեկ։ Որ ուզում եմ ասեմ, հիմա հակառակը Բարգավաճ Հայաստանը ստանում է 5 մանդատները, գնում է ազգային ժողով։ Հնարավորություն ունի գնալու ազգային ժողով։ Այդ դեպքում սխեման մի քիչ ավելի բարդ է։ Նախ առաջինը, դուք գիտեք, որ այսօր ուժեղ Հայաստանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով չեղարկելու այս ընտրությունների արդյունքները, ի դեպ մենք դա նաև գործընկերների հետ քննարկել ենք, դա ի սկզբանե եղել է մեր դիրքորոշումը, որը դեռ 3 շաբթի օրվանից հայկական հրապարակել է, որ պետք է անպայման դիմել եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մերժում ստանալու դեպքում սահմանադրական դատարան։ Այսինքն գործընթացը սկզբից պետք է գնա իրավական հունով։
պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հետո սահմանադրական դատարանին ներկայացվեն բոլոր այն հիմքերը, այն փաստարկները, որոնք ըստ էության ցույց են տալի, որ ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն։ Ընտրախախտումները այն կարգի են եղել ոչ մեկ քվեարկության օր, այլև միջև այդ ատելության խոսքը, ձերբակալումները, ահաբեկումը, պարտադրանքով մարդկանց հանրահավաքների տանելը եւ այլն, ընտրակաշարք բաժանել, այդ բոլորը միասին են կարգի եղել, որ ընտրության արդյունքները իշխանությունը ինչ ընտրակաշարք է այդ բացի այդ ձեր բաները ասած, այսինքն քեշ փող բաժանելը վերագրվում է ընդդիմությանը։ Ներողություն եմ ձեզ ասում, ներողություն եմ ասում, կներեք, իշխանությունը քեշ բաժանելու անհրաժեշտություն չունի։ Նա վերցնում է սոցիալական օգնություն տրամադրում համայնքային բյուջեից։ Նա վերցնում է գնում է ինչ-որ մարդու տանդեմը ասֆալտ անում, նա դեղեր է ուղարկում եւ այլն։ Քեշ բաժանելու անհրաժեշտություն չունի, իշխանությունը ուրիշ մեխանիզմներ ունի ընտրակաշարքներ իրականացնելու։ Բոլորը այդ աշկի առաջ է Տավրոս Սափյանը հիշում է գնացել մոտենում այդ տանու ասում է եթե դուք մեր կողմը չքվեարկեք այդ տունը ձեր ձեռքից կվերցնենք եթե թարս ընտրակաշարք հասկանում եք չէ այնպես որ բազմաթիվ են օրինակները հիմա նայեք երբ որ դա այդ ամեն ինչը դրվում է սեղանին մենք տանում ենք իրավական գործընթաց ըստ էության սահմանադրական դատարանին դնելով շատ բարդ իրավիճակի մեջ որովհետև սահմանադրական դատարանը ի տարբերություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի դա դատարան է Այնտեղ այդ ամեն ինչը պետք է մանրամասն քննարկվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է մի նիստ անի, դրանով բավարարվի, ասի ոչ ենթադրենք կամ ենթադրաբար շատ քիչ հավանական է, այո, չեղարկում ենք ընտրությունները։ Մեծ հավանականությամբ ոչ կասի, բայց երբ որ դու գնում եք սահմանադրական դատարան, դա դատարան է, այնտեղ փաստարկները լսվում են։ Այդ փաստարկները հեռարձակվում են։ Այդ փաստարկների նկատմամբ մեծ հանրային ուշադրություն կա, ինչպես նաև մեծ միջազգային ուշադրություն կա։ Այդ ամեն ինչը դառնում է, այսպես ասած, հանրային արդյունք հասկանում եք եւ այստեղ շատ լուրջ հարց առաջանում ես ասեմ հիշեցնեմ որ 2003 թվականին երբ որ ընդդիմությունը վիճարկեց ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանը աննախադեպ որոշում ընդունեց նա հայտարարեց որ 1 տարի հետո պետքա վստահության հանրակրվե անցկացվի մենք խոսում ենք 2003 թվականի այո վստահության հանրակրվե անցկացվի Ռոբերտ Քոչյանի նկատմամբ իրական չանցկացվեց դա Ռոբերտ Քոչյանը դա իմպերատիվ բնույթ չի կրում խորհրդատվական բնույթ է կրում այո չանցկացվեց բայց տեսնում եք պետքա հասկանալ հետեւյալը որ շատ հաճախ թվում է որ գործող իշխանությունը ինչ ուզի կանի դա այդպես չի գործող իշխանությունը պետքա հաշվի նստի միշտ իր լեգիտիմության մակարդակի հետ երբ որ դու գնում եք սահմանադրական դատարան եւ իր լեգիտիմությունը կտրուկ էրոզիայի եք ենթարկում կտրուկ նվազեցնում եք ինքը դրանից հետո բախվում է բազմաթիվ խնդիրների մենք դա տեսել ենք Հայաստանի պատմության մեջ որ ցանկացած իշխանություն որը ունի ցածր լեգիտիմություն շատ խոցելի է դառնում հաջորդ օրը Իսկ առավելևս հիմա, երբ որ չխոցելի դարձավ, եթե մենք գնում ենք 20 տարի հետ, Ռոբերտ Քոչարյանի օրոք չանցկացվեց այդ վստահության հանրակրվե։ Երևի մոռացաք թե ինչով դա վերջացավ։ Չէ, այսինքն դա ինչ կապ ունի 2003 թվականի 2008-ի դեպքերը։ Չէ, իսկ ինչ գիտեք, որ կապ չունի։ Ինչ գիտեք, որ կապ չունի։ Որովհետև չէ, այսինքն պաշտոնավարման տեսանկյունից երկրորդ նախագահը ինչևէ պաշտոնավար է։ Չէ, ներողություն, բայց այդ ամեն ինչը ինչ-որ իմաստով շղթայական բաներ են, հասկանում եք։ Մեր անկախ Հայաստանի ամբողջ պատմությունը յուրաքանչյուր իրադարձություն իր ակունքները ունի նախորդ իրադարձության մեջ։ Բլոկչեյնը այսպես կոչված։ Որ դուք նայում եք մեկը մյուսից է բխում, մեկը մյուսի վրա է ազդել, այդ շղթան պատմական երբեք չի բանալու, չի խզվում։ Հիմա նույնը ես ձեզ եմ ասում, տեսեք Փաշինյանը 8 տարի կառավարել է Հայաստանը Առաջին հերթին իր ձեռքին ունենալով են դրոշակը, որ ինքը լեգիտիմ իշխանավոր է, որ ինքը ժողովրդի լեգիտիմ քվեն է ստացել, որ ինքը խոսում է հանդես է գալի ժողովրդի անունից։ Հիմա տեսեք, այս անգամ արդեն բոլորին հայտնի է, որ ինքը ժողովրդի ձայների մեծամասնությունը չունի, փաստ։ Նույնիսկ ինքն է ստիպված դա ընդունել, հա։ 49%։ Այո, բայց հիմա երբ որ մի հատ էլ պարզվոր այդ 49%-ը ոչ լեգիտիմ ճանապարհով է հավաքված եւ դա ակնառու է Դուք հասկանում եք, որ Փաշինյանը ըստ էության այն ամեն ինչը, ինչ խոստումներով նա եկել է իշխանության, այդ ամեն ինչը դառնում է փոշի պարզապես։ Փաշինյանը մնում է օդից կախված ժամանակավոր դիկտատոր, որի գնալու հարցը ընդհանրապես ժամանակի խնդիր է, ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է։ Դա համոզված եղեք, որ տենց է, որովհետեւ իրականում Հայաստանում մինչեւ միշտ տենց է եղել։ Ոչ մի իշխանավոր, որ չուներ լեգիտիմություն, չէր կարողանում անվերջ իր իշխանությունը երկարաձգել, դա ակնհայտ է։ Ժամանակի հարց է դառնում։ Պարոն Չալաբյան, հիմա վերադառնանք այն հանգամանքին, որ եթե Բարգավաճ Հայաստանին այնուամենայնիվ հաջողվում է մտնել խորհրդարան, հա, համացանց երկու մասի է բաժանվել։ Ընդհանրապես այդ ներողություն նյուանսները ստանում է մանդատները, տենց ասեմ։ Հա, ստանում է մանդատները։ Համացանց երկու մասի է բաժանվել, ընդհանրապես մեծաշուչ չեն խորանում Բարգավաճը մտնի թե չմտնի, հարցը հետևյալն է, ընդհանրապես ընդդիմությունը մանդատ վերցնելու է, թե մանդատ չի վերցնելու եւ հիմա մի մասը ասում ենք մենք ձեզ բան ենք արել, քվեարկել ենք, որ դու գնաք Նիկոլ Փաշինյանին
փոխեք, այո, մենք տեսել ենք վերջին 5 տարվա ընթացքում ընդդիմությունը, երբ որ մանդատ է ունեցել, մանդատներով մտել է խորհրդան, ինչա տեղի ունեցել, այսինքն ոչինչ տեղի չի ունեցել ըստ այդ հատվածի։ Մյուս հատվածն էլ ասում է, թե մանդատ չենք վերցնում, ինչ որ բան պիտի անենք, եթե ինչ որ բան չենք կարողանում անենք, այդ պարագայում Փաշինյանի համար բացում ենք այսպես կանաչ ճանապարհ, ինչ ուզենալու անելու, որ նա ստեղծել ճշմարտություն։ Իրականում ճշմարտությունը այդ երկուսի մեջտեղն է գտնվում։ Մեջտեղն է եւ ավելի բարդ է նույնիսկ։ Իրական տեսեք, իսկապես գոյություն ունի տարբերակ, ենթադրենք Բարգավաճ Հայաստանի հետ կապված այս խնդիրը լուծվում է եւ Բարգավաճ Հայաստանը ստանում է իր մանդատները եւ ունի ընտրություն այդ մանդատները վերցնելու, թե դրանցից հրաժարվելու, ինչպես նաեւ մյուս ընդդիմադիր երկու խմբակցությունները, հա։ Այդ դեպքում կա երկու տարբերակ։ Առաջինը մանդատները վերցնել, գնալ ազգային ժողով եւ փորձել, ունենալով ազգային ժողովում արդեն բավական մեծ ներկայություն, հա, 44 տեղ 105-ից եւ ըստ էության նաեւ հնարավորություն Փաշինյանին բազմաթիվ հարցերում կաշկանդելու։ Հիմա չեմ ուզում նորից գնամ այդ ցուցակով, բոլորը այս շաբաթվա ընթացքում այդ յուրացրեցին, հա։ Եվ սпасել բարնապասպայի, որպեսզի պայքարը նորից տեղափոխվի փողոց։ Հա, ինչպես օրինակ դա եղել է 22 թվականին, երբ որ դիմադրության շարժումը։ Մարտիկ մի քանի ամիս ընդհանրապես խորհրդան չէին գնում, փողոցում էին գտնվում, մանդատներից չհրաժարվեցին, բայց գտնվում էին փողոցում։ Դա տարբերակ մեկն է, տրամաբանական տարբերակ մեկն է։ Տրամաբանական տարբերակ երկուսը հետևյալն է, մանդատներից հրաժարվել միանգամից։ Մանդատներից հրաժարվել միանգամից։ Դա իր մեջ ունի տեխնիկական բարդություններ։ Օրինակ, մարդիկ մինչև չեն գիտակցում, որ ամեն խմբակցություն ունի մոտ 200 անդամ ցուցակում եւ յուրաքանչյուրը պետք է հրաժարվի, իսկ իր նկատմամբ ճնշում գործադրել պրակտիկորեն անհնար է, որովհետեւ այդ մարդը մանդատը եթե ստացել է, մենակ իր այսպես ասած սեփական կամքով, այո, իր խղճի հանդեպ մեր սահմանադրության մեջ էլ մանդատը իմպերատիվ չի, այսպես ասած, մանդատը մարդը ստացել է, իրան կուսակցությունը չի կարող ձեռից մանդատը վերցնի։ Դա մեր օրենսդրության առանձնահատկություններից մեկն է, դեպ շատ բացասական առանձնահատկություն է, լավ կներ իմպերատիվ լիներ մանդատը, այսինքն եթե օրինակ կուսակցությունը ամբողջապես որոշում է, որ մանդատները հանձնում են բոլորը պիտի հանձնեն։ Չէ, այստեղ չես կարող, հիմա 200 պիտի գնաս բոլորին խնդրես, ասես սպաները։ Բայց դու էլ չգիտես իրանք խնդրանքիդ ոնց կարձագանքին, որովհետև կարող է բացասական արձագանքի։ Բայց դնենք դա մի կողմ, դա տեխնիկական բայց ներողություն ցանկնել կազմելուց պիտի հաշվի առներ, չէ՞, այդ մարդկանց լոյալության մակարդակը։ Ճիշտ է, բայց երբ որ դու 200 հոգու ցանկ ես կազմում, ինչը վերջ չես կարող բոլորի վրա համոզված լինես։ Երբ որ 20 հոգի է, ճիշտ եք ասում, բայց 200-ի դեպքում ավելի բարդ է։ Հիմա։ Լավ։ Բայց դնենք դա մի կողմ։ Դիցուկ ենթադրենք բոլոր 3 ընդդիմադիր խմբակցությունները իրար հետ համաձայնվել են եւ յուրաքանչյուր խմբակցության յուրաքանչյուր անդամ ասել է ես ինձ այդ մանդատը պետք չէ, ես մանդատը վայր կդնեմ, եկեք բան անենք։ Փաշինյանին այսպես ասած դնենք բարդության առաջ։ Հիմա տեսեք ինչու հարցը։ Մի կողմից իսկապես դա խորհրդանը առնվազն քաղաքականապես ոչ իրավական տեսանկյունից դելեգիտիմացնում է։ Բայց դու չես կարող մանդատները դնես ու գնաս տունդ նստես սպասես թե ինչ անելու։ Եթե դու դնում ես մանդատները, դու պետք է գաս փողոց միանգամից փողոց դուրս գաս։ Եվ այդտեղ է հիմնական խնդիրը, եւ դուք էլ այդ հարցը տվեցիք։ Պատրաստ են այն ընտրողները, որոնք քվեարկել են այդ 3 խմբակցությունների օգտին, փողոց դուրս գալ։ Դրան գումարած իմիջած ուրիշ ավելի փոքր ընդդիմադիր նաեւ կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողները, խոսքը գնում է առնվազն 600-ից 700,000 մարդու մասին, պատրաստ է իրենց գոնե 10%-ը փողոց դուրս գա, ոչ միայն փողոց դուրս գա, հանրահավաքին լույսերը միացնեն, բան եւ այլն, այլ իսկ մնան սպասեն հրապարակում, մնան սպասեն անհնազանդության ակցիաներ անեն, փողոցներ փակեն, ասենք, հա, ենթադրենք իրանց բերմանը ենթարկեն, մյուս օր էլի դուրս գան, գնան հրապարակ։ Մենք տեսել ենք, մենք քանի տարի այդ փողոցային ակցիաների մեջ ենք նաեւ ձեր խոնար ծառան, հա։ Ինչ ասես եղել է մեր այդ բերմաներն են ենթարկել, ձերբակալել են, ինչ ասես արել են։ Հիմա խնդիրը հետևյալն է, պատրաստ է մի քանի 10,000 մարդ հետևողականորեն այդ գիծը տան առաջ։ Եթե պատրաստ են, այդ դեպքում մանդատներից հրաժարվել ունի շատ բայց ներողություն, ընդդիմության լիդերների գործողություններն են կարևոր, այսինքն հիմա տպավորություն չստեղծի, որ մենք մանդատներ վերցնել չվերցնելու քաղաքական պատասխանատվությունը դնում ենք իրենց ընտրողների վրա։ Չէ, ճիշտ եք ասում, ինչա ձեր հետ համաձայն եմ։ Մի կողմից, այո, այդ 3 խմբակցությունների ղեկավարները պետք է իրար հետ կարողանան միասնական ճակատ ձևավորեն, բացարձակ միասնական ճակատ, հանդես գան մեկ ձայնով, իրար մեջ, մեղմ ասած, ոնց որ մեր ժողովուրդն ասում, խաղեր չտան, խոսեն մեկ դեմքով, մեկ ձայնով, մեկ հստակ օրակարգով, հա, բայց մյուս կողմից էլ եթե դա տեղի անենում, իրանց ընտրողների գոնե ամենաակտիվ մասան պետք է գա իրանց թիկունքին կանգնի։ Որովհետև նույնպես եմ ասում, մանդատներ չվերցնելը նշանակում է, որ դուք պայքարը ասում եք արտակարգ ռեժիմի կողմից։ Ասում եք արտակարգ ռեժիմի պայքարը տեղափոխում եք փողոց։ Հա, օրինական մեթոդներով, հանրահավաքներով, ցույցերով, երթերով, փողոցներ փակելով, անհնազանդ գործադուլներով մեր պատմության մեջ գործադուլ,
Ես հիշում եմ մեկ եղել է Ղարաբաղյան շարժման ժամանակություն թվին, մեկ էլ մի երկու օր տենց գործադուլային իրավիճակ ունենք 2018 թվական։ Գործադուլը օրինական միջոց է քաղաքական պայքարի։ Հիմա եթե անդիմությունը եւ իր աջակիցները կարողանան օրինակ լուրջ գործադուլային ալիք բարձրացնել, դա այն էական լծակներից մեկն է, որը մի կողմից օրինական է, չես կարող մարդուն գործադուլ անելու համար ձերբակալես։ Դա իր իրավունքն է, սահմանադրությամբ երաշխավորված է։ Մյուս կողմից իշխանությունը ստիպված է լինելու գնալ զիջումներ, ինչի որովհետեւ բոլոր այսպես ասած իրար նույնիսկ աջակիցները ասելու են մի բան արա, խանութում կարակ չկա, փողոցում տաքսի չկա։ Որ տարբերակն է լինելու Այս պահին դժվարանում եմ ասել, իսկապես դժվարանում եմ ասել, որովհետև պետք է նաև շփվել մարդկանց հետ, հասկանալ իրենց տրամադրությունը։ Գիտեք ոնց է, մի բան է մարդիկ ասում են մանդատները մի վերցրեք։ Հա, որովհետև շատերն են գրում մանդատները մի վերցրեք։ Մի բան է իրանք հասկանաս իրանք ինչ են պատրաստ, մեղմ ասած այդ նույն զոհասեղանի վրա դնել։ Եթե իսկապես տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են հետևողականորեն պատրաստ պայքարել, աշխատանքի չգնալ, զրկանքներ կրել եւ այլն, դա շատ էլ իմաստավորված է, բայց այս բան ես հենց զգացողություն չունեմ ինչ-որ։ Հասկացա։ Պարոն Չալաբյան, մեկ այլ իրավիճակ, որքան էլ որ ընդդիմությունը էս ասում են եւ այլն, ակնհայտ է դառնում, որ իշխանությունները ենթադրաբար նաև են հանգամանքից, որ հավաքել են իրենց սպասելիքից ավելի քիչ ձայն 2/3, հա, թե 3/5 չեն ձևավորել, չգիտեմ, համարական մեծամասնություն չեն ձևավորել եւ այլն, իրենք շարունակում են գրոհելու քաղաքականություն ու այսօր էլ երեք Նիկոլ Փաշինյան, այսօր այլ քպեական պաշտոնյաները հայտարարում են, որ ընդդիմության բոլոր այն մարդիկ, որոնք մինչև վերևից ներքև, որոնք որ ընտրակաշառք են բաժանել, կալանավորվելու են։ Հիշում եք Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքը, որ անձնական գործերով 1 թե 2 րոպե դուրս գար, անգամ ասում են իր այսպես կոչված սեկտը չի փակված եղել, ուղղակի տեղում մոտեցել են ոստիկանները, ասել են ձեր հետ կապված հարց կա, հնդածս քրական գործ է հարուցվել, այսինքն ակնհայտ է դառնում, որ իշխանությունը չի բավարարվելու հաղթանակով եւ շարունակելու է այս բանը։ Բյուրոսյան հաղթանակով, Դե շարունակելու անդիմադիրներին ձերբակալել, դե ամեն ինչը բացատրել, որ ընտրակաշառք եք բաժանել, դե գնացեք հիմա նստեք։ Սա իրենց այսպես բացատրությունն է, հա։ То есть իրավիճակի հանդարտման մասին ոչինչ չի վկայում։ Այս պրիզմայով եթե նայում ենք խնդրին, որն է օգնելու ընդդիմությանը մանդատ վերցնել, թե չվերցնելը։ Որտեվ կարա բացատրվի նաև որ մանդատ վերցնելը ընդդիմության համար օգտագործվելու է որպես սեփական անձը պաշտպանելու այսպես միջոց։ Եկեք մի քիչ այլ տեսանկյունից դրան նայենք եւ մի հատ անալոգիա ձեզ ասեմ այդ իմաստով։ Մենք օրինակ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հակամարտություն ունենք, որը մինչև հիմա չի կարգավորված։ Ֆորմալ տեսանկյունից զինադադար է, բայց պարբերաբար մեկ էլ բան է սկսում, չէ՞, սկսում են իրար խփել։ Հա, գերեկ օրինակ Թրամփը գիշերը ասաց, տեսեք ինչ եմ անելու, ծեր առավոտը փոշմանեց։ Հիմա այդ նույն իրավիճակը այսպես ասած մեր իշխանության եւ ընդդիմության միջև է հիմա ձևավորվել։ Իշխանությունը բացարձակ չի հաղթել, ընդդիմությունը չի հաղթել, բայց իշխանությունը բացարձակ հաղթանակ չունի։ Ուստի այդ անկայուն այսպես ասած հավասարակշռության վիճակում կամ կիսահավասարակշռի վիճակում պարբերաբար տեղի ունենալու սրացումներ, դա անխուսափելի է։ Դա անխուսափելի է, հա։ Այստեղ շատ բաներից է կախված, հա, դրա արդյունքը։ Դա կախված է նրանից, թե ում ներվերը ավելի շուտ տեղի կտան։ Կախված է նրանից, թե արտաքին ինչ միջամտություններ, ազդեցություններ կլինի։ Ի վերջո այս ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ արտաքին միջամտություն կա բոլոր կողմերից, բոլոր համատարած ում մեղմացած ով չէր ծուլանում, գալիս միջամտում էր մեր ընտրություններին։ Աջակցություններ հայտնում, հակառակներ հայտնում, բռնաճնշումներ անում, ինչ ասես արել են, չէ։ Հիմա ասում ասեմ, եւ այդ իմաստով պետք է հաշվի առնենք, քվեարկության օրը անցել է, բայց ընտրությունները չեն վերջացել։ Ընտրական գործընթացը շարունակվում է, ընտրության արդյունքները չկան, չեն ընդունված, չեն բան արել, այսպես ասած նստել հələ, էլի։ Եվ այս անկայունությունը շարունակվել է, մի զարմացեք։ Հիմա թե անդիմադիր թևը այդտեղ ինչ որոշումներ կընդունի, իշխանության թևը ինչ որոշումներ կընդունի, շատ դինամիկ է։ Այս բանը եթե մենք փորձենք ձեր հետ միասին կանխատեսել, վստահացնում եմ ձեզ, որ ասենք մի շաբաթից մեր բոլոր կանխատեսումները իդերև կգան։ Մինչև երեկո ամիրավիճակ։ Չէ, շատ, որովհետև շատ դինամիկ վիճակ է, դա ոնց որ գիտեք մարտի մեջ են մտած ու բոլոր իրար վրա կրակում են այդ։ Պարոն Չալաբյան, մի քիչ էլ ընդդիմության էլի բան անում, թեթև այսպես ձեր ձեռն եմ ընկել, որոշել եք օգտվել առիթից էլի։ Վագարոտ էլի, հատկապես վերաբերվում է լիդերներին, տեսեք, ընտրություններից անցել է 5 օր եւ այսպես ասեն կոմունիկացիա հասարակության հետ ընդդիմության 3 լիդերներն էլ, այսպես 3 անցողի կամ պոտենցիալ անցնող այս բան Վարգավաճի Թնջուկը Սամվել Կարապետյանը չի խոսել, գիշերը ինչ որ մի քանի րոպեանոց ուղերձվեց, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա չի խոսել եւ չի խոսել Գագիկ Ծառուկյանը, այսինքն ուղիղ կոմունիկացիա որպես այդպեսին տեղի չի ունեցել։
Էս էլ մարդկանց դնում է լարված ու անհանգիստ վիճակի մեջ։ Այս կարծեք սա ճիշտ կոմունիկացիա է, որ ընդհանրապես։ Եկեք ես նախ հակված եմ ձեր հետ համաձայնվելու տվյալ դեպքում։ Ավելին ձեզ ասեմ, մենք թե ընդդիմության որևէ 3 այդ խմբավորումների լիդերներից մեկը չենք, ընդհակառակ աջակցող ուժ ենք այդ խմբավորումներից մեկին, բայց մենք ինքնես փորձում ենք ընդհակառակ այս ընթացքում անընդհատ ակտիվ կոմունիկացիա իրականացնենք, ենթադրում եմ, որ հետևել եք տեսել եք։ Մենք ընդհակառակ ակտիվ կոմունիկացիա ենք իրականացնում եւ ի դեպ նաեւ քվեարկությունների օրը մի հատ թիվ ձեզ ասեմ, որ պատկերացնեք։ Քվեարկության օրը մեր Facebook-ի էջը ունեցել է 2 միլիոն դիտում։ 2 միլիոն դիտում մեկ օրվա ընթացքում, որը բացարձակ աննախադեպ տիպ է, որովհետև մինչև այդ սովորաբար միջինը 150,000 էր։ Մեկ օրվա մեջ, ասենք, դե հա, ընտրական օրեր ակտիվ էին ժողովուրդը։ Հա, չէ, բայց 2 միլիոն դիտում, բայց այդ նաև պայմանավորված է մեր ակտիվ կոմունիկացիայով։ Այսինքն մենք հակառակը միշտ գտնվում ենք այդ ակտիվ կոմունիկացիայի մոդելի մեջ։ Այսօր ես ձեր մոտ եկել եմ հարցազրույցի, շաբաթվա ընթացքում սա իմ արդեն 3-րդ հարցազրույցն է։ Այսինքն մենք գիտակցում ենք ակտիվ կոմունիկացիա անհրաժեշտությունը, ոչ միայն ես, այլև Հայկվեի մնացած գործընկերները անընդհատ գտնվում են կոմունիկացիայի մեջ։ Լավ կլիներ, այո, դուք ճիշտ եք, որ ընդդիմության թևերը եւս ակտիվ կոմունիկացիա իրականացնեն, ինչ որ իմաստով մենք այդ պահանջարկը իրանց նաեւ փոխանցում ենք, ինչ որ չափով էլ ակտիվացել են արդյունքում։ Ես կարծում եմ մասամբ ըստեղ նաեւ անփորձությունն է դեր խաղացել, որ մարդիկ մինչև վերջ չեն պատկերացրել, որ ընտրության արդյունքը կարա լինի այդպես բավական անորոշ, հա, որտեվ թվում է, որ գիտեք ինչ, ընտրությունում կամ հաղթում ես կամ պարտվում ես։ Դե հա, օրը եկավ, բանը կամ հաղթեցիր կամ պարտվեցիր, բայց երբ որ դու ունես մի հատ իրավիճակ, որը ոչ հաղթած է, ոչ պարտված է, ու նաև էլի ինչպես ասում են, արդեն ասացի, դինամիկ փոփոխվում է որոշակիորեն, հա, ինքը բերում է նրան, որ որոշակիորեն, եթե դու բավարար փորձառություն չունես 10 անգամ արդեն դրա մեջով չես անցել, մի քիչ նաև սկսում ես կաշկանդվել, թե ինչ պետք է ասես, ինչպես պետք է ասես եւ այլն։ Ես կարծում եմ այդ գործոնն է։ Մենք փորձել ենք մասամբ դա լրացնել, հաշվի առնելով, որ ինքներս արդեն մի քանի ես քաղաքական գործընթացների մեջով եղել ենք, մոտավորապես հասկանում ենք ինչից ինչա հետևում եւ փորձել ենք ինքներս այդ կոմունիկացիոն վակուումը լցնել։ Իհարկե ամբողջապես չի հաջողվել, բայց ենթադրում եմ, որ եթե դուք հետևել եք, տեսել եք, որ մենք մեր մասով փորձում ենք դա անել։ Պարոն Չալեբով, դե սպասենք, ուրիշ տարբերակ չկա կարծես, հա։ Սպասենք, պետք է ակտիվ գործենք։ Իդեպ բանի հետ կապված, մենք ակտիվ գործենք։ դե, հա, ասում եմ, կամուշտով է դժիզն էլի։ Հիմա բանի հետ կապված եմ, որ ասում եք, այդ աստիկլ չթվարկեմ սահմանադրական ինչ պաշտոններ չեն կարա նշանակեն եւ այլն, հա, այս իշխանությունը։ Հիմա նոր վերսիա է այդեք, այս վերջինն էսպես բան, ասում են, չեն բանանում, թող լինի, հավերժ դատավորը ԺՊ կլինի, հավերժ դատախազը ԺՊ կլինի, այսինքն մարդիկ իրենց գործառույթները կիրականացնեն, բայց ժամանակավոր պաշտոնակատարի դերակատարությամբ։ Սա ԿՊ-ականների այսպես հանրային ուղերձներն են։ Դա մի բան ձեզ ասում եմ, իրանք անդադ փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել, որտեղ ի վերջո չի կարա հավերժ ԺՊ լինի, դա էլ է օրենքով սահմանափակվում։ Դատավորն էլ չի կարող հավերժ լինի, որովհետև ունի ժամկետ, որով նա նշանակված է։ Սահմանադրական դատարանը 12 տարի նշանակված։ Մյուս դատավորներն են վճռաբեկ դատարանը մինչև 65 տարեկան եւ այլն։ Թող չփորձեն էլի թոզ փչեն, ամեն ինչն իր բան ունի։ Այդ սցենարը չեք պատկերացնում, իդեպ այս սցենարը բավական իմ կարծիքով, համեստ կարծիքով սիրատեսական է։ Մենք ունեցել ենք այդպիսի պատկեր խորհրդարանում, ասենք մենք ունեցել ենք Գեղամ Նազարյանի դեպքը, մենք ունեցել ենք Իշխան Զաքարյանի դեպքը, այսինքն օրինակ ես այդքան էլ վստահ չեմ կուզում ձեր մեկնաբանությունը լսեմ, որ իշխանության ռեպրեսիաներին կամ ակտիվ աշխատանքին, այսպես ասեմ, տարբեր ընդդիմադիր պատգամավորներ բոլորն են, որ մի մարդու պես կարողանան դիմագրավել։ Տեսեք, քանի որ նախկինում մենք իսկապես դրան ականատես ենք եղել, հա, եւ հենց ձեր ասած անձանց դեպքում, որոնք ըստեյության ճամբարափոխ են եղել, հա, եւ միայն իրանք չէ, նախկինում էլ այդպես բաներ եղել եւ այլն, հա։ Օրինակ եկի ֆրակցիան մի օրում քանդվեց։ Հիմա պնդել, որ դա կարելի է բացառել, անհնար է, որովհետև ես արդեն ասացի, падգամավորները իմպերատիվ մանդատով կաշկանդված չեն, եւ եթե падգամավորներից մեկը որոշի, որ ինքը ճամբարափոխ է լինում, ըստեյության օրենքով դա սահմանափակելու հնարավորություն չկա։ Հա, բարոյապես դու կարող ես իրան ամոթ անես եւ այլն, չնայած մի առանձնապես բայց ինքը օրենքով պաշտպանված է։ Դրա համար դա բացառել հնարավոր չի։ Դա բացառել հնարավոր չի եւ դա իդեպ դա հավելյալ փաստարկա մանդատները չվերցնելու օգտին։ Որտեւ եթե դու մանդատները չես վերցնում, քեզ չեն կարող ճամբարափոխանալ, որովհետեւ դու չկաս։ Պոստիկավանց դեկոավորական ցուցակները բոլորը կազմակերպել։ Այդ բանը փաստարկներից մեկն է, իդեպ շատ ուժեղ փաստարկ է, որովհետեւ նույնիսկ ասում նախկինում այո, մենք տեսել ենք ինչպես են падգամավորները ճամբարափոխ։ Ուղղակի այստեղ Բարգավաճի հարցն է, թե Բարգավաճը մտնում է այլ պրոպորցիա լինում աշխատանքի, եթե Բարգավաճը չի մտնում լրիվ այլ պրոպորցիա։ Ես մի բան ասում եմ, դուք նախ Բարգավաճը պետք է մտնի, որովհետեւ դատելով այն արդյունքից, որ նա ստացել է, օրենքը խոսում է մասին, որ նա պետք է մտնի ազգային ժողով մանդատները ստանա։ Բայց ես կարծում եմ իրական հարցը նրանում չի Բարգավաճը կլինի ազգային ժողովում թե չի լինի։
Իրական հարցը նրանում է, թե հետագա իրադարձությունները ինչ հունով են զարգանալու։ Կարողանալու է օրինակ Փաշինյանը այն խոստումները, որը բաժանել է, գյուղացիներին ասել է, ես ձեր բիբարի հարցը կլուծեմ, ո՞նց ես լուծելու։ Բանին Ալիևին ասել է, ես քեզ Տիգրանաշենը կհանձնեմ, ո՞նց ես հանձնելու։ Ասել է, ես սահմանադրությունը կփոխեմ, ո՞նց ես փոխելու։ Ես եկեղեցու հարցը կլուծեմ, ո՞նց ես լուծելու։ Եվ այլն, հասկանում եք, Փաշինյանն է շատ բարդ իրավիճակի մեջ, շատ բարդ։ Ըստ էության մեր ժողովուրդը, ոչ թե ընդդիմությունը, մեր ժողովուրդը իրան դրել է ակցիոնի մեջ, այդ մենք պետքա իրատեսականորեն հասկանանք եւ խնդիրը մենակ նա չի, որ ինքը սահմանադրական մեծամասնություն չունի, խնդիրն այն է, որ ինքը լեգիտիմություն չունի։ Խնդիրն այն է, որ ինքը չի կարող անընդհատ բռնաճնշումների միջոցով լուծի այն հարցերը, որոնք իրականում քաղաքական կոնսենսուս են պահանջում։ Քաղաքական կոնսենսուս են պահանջում։ Եթե նա չունի այդ քաղաքական կոնսենսուսը, ռեպրեսիվ համակարգը անվերջ չի։ Ինչ դա խանգարում։ Երկի ոչ։ Բացարձակ անվերջ, ուզում եք իմ օրինակի վրա ասեմ, տեսեք, հիշում եք 4 տարի առաջ նույն Փաշինյանի, այսպես ասած, կամակատարները ին վրա քրեական գործ հարուցեցին, չէ՞։ 4 տարի այդ գործը ձգվում է, չեն կարող տեղ հասնել, շատ պարզ պատճառ, որովհետև ռեպրեսիվ համակարգը ի վերջո գալիս է, բախվում է մի հատ շատ պարզ բանի, որ դատական համակարգը Հայաստանում, չասեմ ինքը անկախ է, բայց ինքը ունի, այսպես ասած, մի հատ կարևոր պատուհան։ Դա մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ Եթե քեզ բացահայտ անարդար դատավճիռ են տալի, դուք վերցնում եք այդ դատավճիռը, գնում եք մարդու իրավունքների եվրոպական դատարան, դա մի քիչ երկար է տևում, բայց ի վերջո դա չեղարկվում է եւ ոչ միայն չեղարկվում է, այն դատավորը, որ քեզ անարդար դատավճիռ է տվել, դրա համար սանկցիաների տակ է հայտնվում։ Դատավորներին դա սարսափելի կաշկանդում է։ Դե հիմա Փաշինյանը ասում է, սա մաֆիան բան, դատական մաֆիայի հարցն են լուծել։ Դատական մաֆիայի հարցերը լուծելը իր տերմինով նշանակում է նոր սահմանադրություն ընդունել եւ վեթինգ անել։ Փառք Աստծո, որ Փաշինյանը նոր սահմանադրություն ընդունելու հնարավորությունը զրկվել է արդեն։ Մեր ժողովուրդը այդ մի փուշը այդ ատամոցի բերանից քաշել է արդեն։ Տեսնենք, շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հրավեր ես ընդունելու հետաքրքիր զրույցի համար, իմ հյուրն էր Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալապյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։